Արես ինչ փոքր է երկրագունդը։ Ազատ, ես քեզ կսպանեմ։ Ինչի՞։ Քեզ քանի անգամ եմ ասել, իմ շորերով կոշիկներդ մի մաքրի։ Ախր քո շորերը շատ փափուկ ու որակով են։ Կոշիկներիս վրա խազ չեն թողում։ Գժվել ես, Ազատ։ Եթե տենց է, քո շորերով էլ տան պոլերն եմ մաքրելու։ Քանի շորը բերել ես, դու մի հատ բոթասս մաքրեմ, էլի։ Թող, Ազատ։ Չեմ թողի։ Թող ասում եմ։ Շորս ճղեցիր, Ազատ։ Ավելի լավ, ես կեսով ես կոշիկս կմաքրեմ, այն մյուս կեսն էլ դու կհագնես։ Ես էլ քո շորը կճղեմ։ Լավ է սենց, լավ է։ Ես Լևոնի մայկան էլ։ Մարի, այս սիրածս մայկենի չես ճղել։ Կներես։ Հեսա սենյակդ ոչնչացնելու եմ։ Չանես տենց կան, Լևոն։ Ազատ չփոշման ես։ Ջան, լիքը կոշիկի շոր ունեցա։ Լևոն, ես ուզում եի Ազատի շորը ճղեի, ոչ թե քոնը։ Էդ ինչ չի հետաքրքրում։ Մոտիկ չգաս, թե չի արջուկիդ վիզը կջարդեմ։ Թող արջուկիս, Լևոն։ Չեմ թողելու, հետ գնա։ Այդ խեղճ արջուկը քեզ ինչ արել, Լևոն։ Ես զալոժնիկա վերցրել արջուկի։ Հա։ Հանգիստ, ես էսը կբանակցեմ հետը, մի անհանգստացի։ Լևոն, հանգստացեք ու թողեք արջուկին, եւ ես կկատարեմ ձեր բոլոր պահանջները։ Հետ գնա, Ազատ։ Հանգիստ, տեսեք ես զինված չեմ, ուղղակի ուզում եմ զրուցել։ Արայնովա։ Դուք ձեր հալը կտենաք։ Փախավ սրիկան։ Վերջ արջուկ, դու այլևս ապահով ձեռքերում ես։ Կարած գնաս մայրիկիդ մոտ։ Որի շկա կոշիկի շոր կա։ Ազատ, թող շորերս ու գնաս տեղից։ Գարնիկ դուրս արի, տեսանք, որ թաքնվեցիր։ Գործի տեղներ սրանցից պրծում չկա։ Գարնիկ, կամաց արտահայտվիր, լսվում է։ Գիտեմ, որ լսվում է։ Դուրս էինք եկել շոփինգի։ Ասում եմ Իրինա, արի գնանք Գառնիկի մոտ։ Նա հաստատ իր լավ հարևանների համար լավ զեղչեր կունենա։ Չունեմ։ Լավ զեղչեր։ Չէ, լավ հարևաններ։ Տեսնեմ ինչ նորություններ ունեք։ Գարնիկ, ինձ համար ինչ կրծկալ կառաջարկես։ Դու որ համարներ հագնում 1 թե 0։ Գարնիկ, ես քո տափակ հումորների հավեսը չունեմ։ Իսկ ես քո տափակ կրծքերի հավեսը չունեմ։ Նայեք ինչ եմ ընտրել ինձ համար։ Սյուբկա ես հագնում, Այո, ես շոտլանդացի տղամարդկանցից ինչով եմ պակաս։ բայց Իրինան կթողես ես կարճ յուբկա հագնես։ Հիմար բաներ մի խոսա։ Ես յուբկան պահի, հետո կգամ կվերցնեմ։ Ջան, 2 ամիսա չի լողացել։ Ազատ, ես ինչ 18+ մայկա ես հագել։ Ես էլ ասում եմ ինչի է դոշերես մի տեսակ մրցում։ Ամոթա, փոխրի։ Ես հաստատ Մարին ա արել, պիտի դրան զգուշ մնալ։ Ազատ, ես ինչա վիճակդ։
Ինչքան շոր ունեմ հագել եմ, որ էլ չկարանաս շորերս փչացնես։ Ապուշ ես ազատ։ Դու ես սկսա այս պատերազմը, բայց ես կվերջացնեմ։ Բայց միջև վերջացնելը կարող է շոկից մեռնես։ Իսկ դու քո հալը կտենաս, Մարի աղջիկ։ Դու էլ չես ճանաչում Ազատին։ Ազատ, էսի չես գտալները լպստում։ Որ Մարին գա սրանցով հաց ուտի։ Իսկ չես վայմել, որ ես էլ եմ դրանցով հաց ուտում։ Վայ, այդ մեկը չէի մտածել։ Բայց դու ինչ ինձ են զզվում ես։ Էն էլ ոնց։ Ինչ եք տենց վրես նայում։ Դզեց։ Մի քիչ առաջ Ազատը սաղ գտալները լպստել է։ Ցնդել ես ազատ։ Դուրը չի գալիս, չէ։ Բա ինչի էր իմ սաղ մայկիկը փչացրել։ Լավ եմ արել, դու էլ իմ շորերով կոշիկներդ ես մաքրել։ Եկեք չմոռանանք, որ անիմաստերն իմ մայկեն էլ ես ճղել։ Դու սուս մնա, քեզով խոսացած ես շերեփուկ։ Մի հատ նորմալ խոսա, Մորքուր ջան։ Մորքուրը դու ես այդ ճանճ։ Մարի նորմալ խոսա այս հարիփի հետ։ Որպես Ազատ։ Ես քեզ պաշտպանեմ դու ի վրա մունատ գաս, այ թզուկ։ Ազատ ձեր կտրի, ես քեզ կսպանեմ։ Ուժդ մենակ իմ վրա է պատում, աղջի։ Ճիշտ ասում։ Արի հետ գնանք խանդ, ես սրանց հավեսը չունեմ։ Ոնց։ Թողենք իրար ուտեն։ Ես երկուսով Գնա ուսը հանգստացում չկեզ է։ մեծ աղբոր Դու դեմ գնա։ արա։ Դու ինչ մեծ աղբեր ես ապուշ։ Ապուշը դու ես աղջի։ Ճիշտ ասում։ Ինչ ես անում։ Մոտդ կոպեկ կա։ Արի ղուշ գիրանենք։ Բայց չի ինձ վիրավորում։ Լավ եմ անում, մենակ ապուշը կարա գտալները լպստի ու դնի տեղը։ Ես ղուշն եմ։ Տեսար որ ճիշտ ենք ասում։ Դե ես էլ ապուշ գիրը։ ես։ Տղա ջան, մեկ մտածի նոր խոսա, ես քեզանից հաստատ խելացի եմ։ Չեմ։ Գնացիր Գառնիկ։ Մարի, ներ չի որ դու փայլում ես քո խելքով։ Ձենդ կտրի։ Դու ձենդ կտրի աղջի։ Ճիշտ է, ձենդ կտրի։ Հենց հիմա սաղը ձեներդ կտրեք։ Պապա ջան, կլինի պատմեմ ինչ ա եղել։ Ոչ մեկի չեմ ուզում լսեմ։ Ոնց, մեզ տղուտել չես ուզում լսես։ Քեզ ընդհանրապես չեմ ուզում լսեմ, այ գարձիրոպ։ Մեր վեճին մի հատ արդար լուծում տուր։ Իմ իմաստուն հայ։ Ձեներդ։ Այսքան կռվելու տեղը ավելա Մարի, տունը մաքրի։ Լևոն գնա սենյակդ հավաքի։ Դու էլ տան աղբը թափի։ Ոնց ասես, պապ ջան, հեսա Մարին տանեմ թափեմ։ Ապուշի մեկը։ Մի հատ հանգստացեք։ Էլ չլսեմ ձեր ձեները։ Մերսի Գառնուկս, որ դրանց ձեները կտրեցիր։ Խնդրեմ, Արի մի հատ պաչեմ։ երեխեքը տանն են, Ինչ կապ ունի։ Ուղղակի ուզում եմ մի հատ պաչեմ։ որ պաչեցի էլ չես կար ինձ կանգնացնես Ռուզան։ Այ խուժանի մեկը։ Ռուզա, որ խնդրեմ դեղերես կքորես։ Վախ, ինչ լավ է։ Պատես Լևոն, ես դու ես սկսեցի դուրս տալ։ Ոյ ինչ անեն, որ այս երեխեքը իրար հետ չկռվեն։ Կլստեն դեմքի։ Ինձ մի կաթիլ ջուրա կպեք, փոշմանես Լևոն։ Լևոն դու խոմ ջուրը լցրու վրա ես։ Արի իրանց նման մեզ պայենք։ Կռվենք, գոր գրանք իրար վրա։ Տենամ դուրները կգա։ Գառնիկ, մենակ քո մտքով տենց ապուշ բան կանցներ։ Համաձայն եմ։ Դե սկսեցինք։ Պչեկը դու ես այ մարա ուղե։ Դու Սրանց հետո տես տոնով հետս չխոսաս աղջի։ Դու ընդհանրապես ով ես, որ ինձ ասես ես ոնց խոսամ։ Հիմարի պես թափ արի։ Եթե դե շարունակես ներվերես ուտել, ես քեզ կսպանեմ Ռուզան։ Դու ավելի լավ քո լկստված երեխեքին դաստիարակի։ Դու դաստիարակի, սաղոր առանց գործ տանը վեր ընկածես։ Քո ազիզյանների գեներն են մեղավոր։ Իմ գեներից չխոսաս։
Դու ավելավ են մորը դիշի, որ սաղորը գայս է մեր տուն կյանքները սուտում ա։ Արա զանցմում ես այդ անդուր կնգա դեմքից։ Հետի ոնց որ իմ հաշվին ապրի, որ գայս է ու բեգեմոտի պես փրվում ա մեր ձիվանին։ Արա այդ պայն ուզում եմ սս մտնեմ ու խեղտեմ այդ կացնի ասունին։ Ոնց որ չապը անցա, հա։ Շատ։ Բայց նայ ոնց որ օգնեց։ Ձեները կտրեցին։ Լսեցիք պապան ինչ ասեց։ Տատիկին ասեց բեգեմոտ։ Հա, բայց ես էլի եմ լսել, որ ասել է։ Բայց մամայի մոտ կյանքում չի ասել։ Այս աչքի շատ լուրջ է։ Հաստատ մեր պատճառով են իրար հետ կռվում։ Կարող է իրարից բաժանվեն։ Բա ինչ անենք։ Պետք է իրար հետ էլ չկռվենք։ Բայց ոնց չկռվենք, մենք իրար ատում ենք։ Բարև պապ ջան, մեր սենյակն ենք հավաքում։ Տես մեզ խելոք ենք պահում, որ դու մաման չկռվեք, հետո չբաժանվեք։ Սուսմն ազատ։ Ապրեք։ Պապ ջան, եթե բան պետք լինի առանց քաշվել ասա։ Հո ուրիշ մարդ չենք։ Կասեմ։ Ուզում ես լողացնեմ քեզ ձյաձ։ Չէ, չեմ ուզում։ Կամ էլ նասկիներիդ լվանամ։ Չէ, մերսի։ Ազատ հանգիստ թողես բազմաչարչար մարդուն։ Ռուզան միալ կարգի աշխատում ա մեր հորինած մեթոդը։ Դե մոտիկարի բեղերդ քոր է։ Մարի, էլի շկպնես հիմարի մեկը։ Ռուզան քեզ հավաքի թե չէ ֆազերս կքրծեն։ Մամ, պապ, մի կռվեք։ Ինչ եք ուզում անեմ։ Մարի ջան, եթե դժվար չի գնալ լվացքը արա։ Իհարկե դժվար չի։ Դուք մենակ մի կռվեք։ Էս ինչ լավ դաստիարակելու մեթոդ է։ Ասում եմ մյուս անգամ կռվելուց, արի իրար ապտակենք, որ երեխեքը ավելի խելոքանան։ Դե ուրեմն արի բեղերդ քոր են։ Մամ։ Մամ, լվացքի փոշին որտեղ է։ Ես քեզ քանի անգամ ասացի, տականքի մեկը ինձ մոտ չգաս։ Լավ, ես կգտնեմ, մամ ջան։ Վերջապես արի բեղերդ քոր են։ Ռուզան կարող է մոտիկ չգա։ Ռուզան, դու ավելովա նոր կռվի թեման մտածի, որ դոզան չթույլատնենք։ Կարնիկ իսկ կարող է էլ սենց չանենք։ Երեխեքը մեղք են։ Ռուզան դուրը չի գալիս, ոչ տունն ես մաքրում, ոչ լվացք ես անում, ոչ նախն ես թափում։ Գիտես ինչ թեմայով եմ ուզում կռվենք։ Իբր ես ճաշվատ եմ պատրաստում։ Ռուզան, իբր։ Չհասկացա։ Այդ ուզում ես ասես, որ իսկականից ես ճաշվատ եմ պատրաստում։ Ռուզան, հիմա մի կռվի, սպասի երեխեքը գան նոր։ Եկա։ Ես քեզ քանի անգամ ասեցի, ես պյուրե եմ ուզում, ոչ թե կաշած կարտոշկան։ Պյուրե ես ուզում։ Կեր։ Մամ, ես լվացքը արեցի, վերջացրեցի։ Մենք էլ տունը հավաքեցինք։ Ես նենց եմ սիրում իմ քուրիկին ու եղբայրիկին։ Ապրեք երեխեք ջան, որ գոնե դուք ինձ օգնում եք։ Ոչ թե ձեր հորպես սենց բարադի նստում եք։ Օգնությունը հետ չի։ Օգնությունը են կլիներ, որ գնային դրանդեմի խոտերն ու ցեխերը մաքրեին։ Կանենք, պապ ջան։
Ես մի քանի օր լվաց քանեմ կմեռնեմ։ Էլ մի բողոքի, հա? Դու մենակ լվացք ես արել։ Ես ու Լևոնը դռան դիմաց ձեռներով շան կեղտերն են քերում։ Էդ դու Ազատ, ես ավելով էի մաքրում։ Ռուզան, կյանքս մի կեր թող հանգիստ տելևիզոր նայեմ։ Այդ դու ես իմ կյանքը ուտում արդեն 22 տարի է։ Էլի սկսեցին։ Պետք է մի բան անենք, որ էլ չկռվեն։ Ես հեսա նենց կանեմ, իրանք կբարիշեն։ Գառնիկ փոխի ալիքը, թե չէ կսպանեմ քեզ։ Դու ավելովա տելևիզոր նայելու տեղը գնա գործ արախ չի։ Եկել ես բարրադի պես փրվել ես դիվանին չես թողում նստենք։ Ձերդ կտրեք։ Խոսալու բան կա, ձյաձ։ Մենք քանի տարի է իրար ճանաչում ենք։ Ազատ, դու քանի տարեկան ես։ Այդ կապ չունի, ես հարցնում եմ, մենք քանի տարի է իրար ճանաչում ենք։ 21, Ազատ։ 21? Այդքան շատ։ Համար ես սաղ կյանքս ճանաչում եմ քեզ։ Կարճ կա։ Արի հիմա խոսանք ոչ թե որպես հերու տղա, այլ որպես երկու մոտիկ ընկեր։ Ասա։ Գրնո ջան, հո դու հիմար չես կնգա, թե ամբողջ օրը կռվում ես։ Հետո ինքը հոմենա քո կնիկը չի, մեր քուրն է, ինչ որ տեղել մեր մերն է։ Հեսա կարող է ընկերոջս գլուխը ջարդեմ։ Բայց ես ինչ ագրեսիվ ես ձյաձ, քո այդ ընկերություն անել չի լինում։ Չկարացա համոզեմ, ծերուկը անտանելի է։ Մենք տենց էլ գիտեինք Ազատ։ Դրա համար ժամանակը անիմաց չենք կորցրել ու լավ տարբերակ ենք մտածել։ Հետ ինչ եք մտածել։ Ուզում ենք մամայի ու պապայի համար ռոմանտիկ ընթրիք կազմակերպենք։ Այ դրա համար ինձ պետք է մերսի ասեք, որ ես գնացի ու չխանգարեցի ձեզ լավ բան մտածեք։ Ես տանում եք գլուխներս ուտեք։ Նստեք։ Մենք ձեր համար ռոմանտիկ ընթրիք ենք պատրաստել։ Կարող եք օգտվել սեղանի բարիքներից։ Իսկ հիմա վայելեք բարձրաճաշակ երաժշտություն։ Չխանգարենք ձեզ։ Գառնիկ, էլ չեմ դիմանում, երեխեքը մեղք են։ Հենց հիմա պատմում եմ։ Չէ։ Ազատ մի հատ սուս մնա։ Մարի, Լևոն, հլը եկեք ստեղ։ Երեխեք ջան, կներեք մեզ։ Ես ու պապան հատուկ էինք կռվում։ Հատուկ։ Հա, որ դուք ձեր կաշվի վրա հասկանաք, թե ինչ վատա, որ ամբողջ օրը տանը կռիվա ու աղմուկ։ Ոչ ոք կատարյալ չի։ Ու անհնար է միշտ վեճերից խուսափել։ Հա, մեկ-մեկ ես ու մաման էլ ենք իրար հետ կռվում։ Բայց երբ որ վեճի ժամանակ դու քրոջդ ասում ես, ես քեզ ատում եմ աղջի։ Իսկ դու աղբորդ ասում ես, սատկես Ազատ։ Հետ արդեն չափից դուրս է։ Չի կարելի հարազատներին նման բաներ ասել։ Ազատ, Մարի, ուշադիր լսեք, ու ականջների տող արեք։ Այս մարդը այսօր կա, վաղը չկա։ Էդ քեզ էլ ա վերաբերում, այ մոծակ։ Դուք քույր եւ եղբայր եք։ Իրարից հարազատ ոչ մեկ չունեք։ Իրար մեջ պետքա միշտ լավը տեսնեք։ Օրինակ Մարի, քեզ ինչն ա դուր գալիս քո եղբայրների մեջ։ Դե ինձ դուր ա գալիս Ազատի հումորի զգացումը, չնայած նրա, որ ինքը այդ ամեն ինչը պատահական է անում։ Ու դուր ա գալիս, որ ունեմ Լևոնի նման խելացի եղբայր։ Այդ դեպքում ես էլ անկեղծանամ։ Ինձ դուր ա գալի Ազատի բարիությունը, միամտությունը։ Իսկ Մարին ինչքան էլ ուզում ա թաքցնի, աշխարհում ամենաշատը մեզ ա սիրում։ Գառնիկ, մենք հիանալի երեխաներ ենք դաստիարակել։ Հələ մի րոպե, բայց չեք ուզում հարցնեք, թե ինձ ինչա դուր գալիս իրանց մեջ։ Ասա, Ազատ։
Ինձ դուր ա գալիս Լևոն են կարմիր գնդակը ու Մարի կուրսեն խոճուճ գայիշը։